Ես կարծում եմ, որ եթե Գերագույն խորհրդի նախագահը ընտրություններից 20 օր առաջ պարլամենտում ելույթ է ունենում եւ ինքը տեխնացու է նախագահության, ապա նույն հնարավորությունը պետք է տրվի բոլոր այն տեխնացուներին, որոնք ուզում են պարլամենտում ելույթ ունենալ եւ նույն ժամանակի չափով։ Սա ես ասում եմ որպես այն կազմակերպության ղեկավար, որը առաջադրել է իր տեխնացուին, ես կարծում եմ մեր տեխնացուի համար սա վիրավորական է։ Այդ արջի ծառայությունը պետք չի մեր տեխնացուին եւ ել չեմ ասում, որ հնարավորությունների, հավասար հնարավորությունների կոպիտ խախտում է։ Ես կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը պետք է պնդի բոլոր այն տեխնացուներ, ովքեր ուզում են նույնքան ժամանակով շարադրել իրենց մտքերը պարլամենտի եւ Հայաստանի առաջ ելույթ ունենան եւ շարադրեն։ Երկրորդ հարցը ես կարող եմ հրաժարական օրակարգ մտցնելու մասին հիմա խոսել, թե չեմ կարող կարծիք ասել։ Կարող եմ։ Ես կարծում եմ Եթե առարկություն չկա, ես խոսեմ այդ մասին։ Չէ, մի րոպե, մի վարքյան համբերեք, որտեղ դուք մի հարց դրեցիք։ Ես գտնում եմ, որ հարցադրումը ճիշտ էր, բայց տվյալ դեպքում բացատրությունը տրվեց ինչու՞ն էր, որ մենք այդ հարցին պետք է անդրադառնանք ամսի 7-ին, 8-ին, 9-ին, այդ ժամանակ Գերագույն խորհրդի Ես այդ պատճառաբանությունը չեմ ընդունում։ Լավ, եղավ։ Երկրորդ խոսափող դուք էլ վարման կարգի վերաբերել։ Երկրորդ խոսափող խնդրեմ։ Մեխա Գաբրելյան, պարոն Արաքցյան, ես 2 օր է, 3 եւ առաջի օրը անընդհատ օրակարգ մտցնելու համար, որպես հրատապարտ, առաջադրում է համատեղ կոմունիկեի հարցը։ Հիմա ես չհասկացա, այսօրվա օրակարգում դա մտցնում ենք, մենք կդնենք եւ քվեարկենք այդ հարցը, թողեք մենք աշխատանք շարունակենք եւ հետո կդնենք ինչ հարցեր ենք հետագայում կորոշենք, կտեսնենք։ Սկսենք առաջին խոսափող խնդրեմ։ Ես միայն մի բան կխնդրեմ, հարցերը աշխատել հստակ կարճ ձևակերպել, որ չտարածվենք։ Առաջին խոսափող։ Ներողություն, ես մի բան ասեմ նոր։ Ես որ պնդում եմ, որ կես ժամից ավել լինի, որովհետև ես շատ կարճ ներկայացրեցի եւ որոշ հարցերին պետք կլինի բավականին մանրամասն պատասխան տալու, ժամանակ շատ կխլեն պատասխանները, դրա համար ես կարծում եմ, որ Եվ մի բան էլ ես ուզում եմ ասեմ, հարցը տրվում է, պատասխանը լինում է, անկախ նրանից բավարարեց պատասխանը, չբավարարեց էլ մեկնաբանություններ չլինի, սա է հարցը, սա է պատասխանը։ Հենց որ էլ դա ձեզ ընդհանրապես այդպես էլ մեկնաբանություններ, որ վատ էր պատասխանը, այսպես էլ այդպիսի բաներ չանենք։ Առաջին խոսափող սկսեցին։ Ինչպես հիշում եք, հարգելի վարչապետ, ընդամենը մի քանի ամիս առաջ, ապրիլի 17-ին, դուք երաշխիք տվեցիք հայ ժողովրդին, որ Նայիրիտի հետ կապված որևէ վթարը ամբողջովին պատասխանատվությունը դուք վերցնում եք ձեր վրա։ Հիմա դուք շատ հանգի խղճով, չեմ ասի, միգուցե կներեք, միգուցե հանգի խղճը հանեմ, դուք հրաժարվում եք այդ երաշխիքը ուր մնաց, ես ուղղակի մի առաջարկություն ունեմ։ Ես կարծում եմ, քանի որ Նայիրիտի բացումը, հետագայում նաև ատոմակայանի բացման նախագիծը հիմնականում արվեց Հանրապետության նախագահի եւ վարչապետի գլխավորությամբ, որին փաստորեն օգնեց Հանրապետության որոշ մտավորականությունը եւ այլն, ես կարծում եմ դուք շատ լավ կլինի հարգելի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայնվեք, որպեսզի այդ երաշխիքը նա վերցնի եւ թողանցի։ Առաջին հարց պետք է տակախար չեղավ, չէ, հենց նոր պայմանավորվեց։ Իմ հարցը, շատ լավ։ Իմ հարցս հետեւյալն է. 1 տարի է ինչ դուք կառավարում եք։ Հանրապետությունում ինչպիսի բնապահպան միջոցառում եք կարողացել իրականացնել եւ ինչ եք արել այդ ուղղությամբ։ Առաջինը, Նայիրիտի համար իսկապես երբ որ մենք Նայիրիտի բացման հարցն էինք դնում, ես այդպիսի նախադասություն էլ ասեցի, բայց մենք Գերագույն խորհրդով որոշել ենք, պատասխանատվություն իր վրա վերցրել է կառավարությունը եւ կառավարությունները ինչ կամ էլ ուզում են փոխվեն, այդ պատասխանատվություն այնուամենայնիվ կառավարության վրա է եւ ոչ թե անհատի։ Ես չեմ կարծում, որ իմ գնալով այն որոշումները, որ ընդունել է Գերագույն խորհուրդը եւ կառավարությունը, չեղյալ են դառնում։
Երկրորդ հարցը դա, բնապահպան միջոցառումների մասն է։ Պետք է անկեղծ ասեմ, որ լուրջ քննարկումներ կառավարությունում բնապահպան միջոցառումների մասին չեն եղել, որովհետև ինքը տնտեսությունը այն վիճակում էր գտնվում, որ դժվարացնում էր ֆինանսական ծախսեր կամ միջոցառումներ անել այդ ուղղությամբ, բայց բնապահպանության կոմիտեն զբաղվում էր այդ հարցով, ինձ թվում է ոչ թե նոր ծրագրեր առաջացնելու համար, այլ ուղղակի պահպանելու գոնե այն վիճակը, որը կար հանրապետությունում։ Երրորդ խոսափող։ Շնորհակալություն, Մնացականյան, պարոն Մանուկյան, այսպես հասկացվեց, որ տարբերություններ կար մոտեցումներին ձեր եւ Զերույթին Գերագույն խորհրդի տեսակետներում եւ դա Զերույթին խանգարում է ձեզ որպես վարչապետ աշխատել, թե ինչպես ես չհասկացա։ Ինչն է ձեզ ստիպում հրաժարական տալ, այդ հիմնական բովանդակությունը Ես մի քանի խոսքով դրա մասին ասեցի, ավելի խորանալ չեմ ուզում։ Ինչ վերաբերում է քաղաքական կուրսի տարբերությանը, դա շատ հստակ է, մինչև հեղաշրջումը ես կողմնակից էի ավելի մեղմ քաղաքականություն վարել եւ ինչ որ ձևերով փորձել միութենական պայմանագրին, եթե ոչ թե չմտնել, ես դեմ էի միշտ մտնելուն, բայց դիտորդ որպես ինչ որ ասոցացված անդամ ինչ որ ձևով լիներ։ Այժմ կտրականապես դեմ եմ այն քաղաքական ծրագրին, որը առաջարկվեց, ես գտնում եմ, որ նա իրականանալի չի եւ կբերի մեր ժողովրդին ծանր վիճակի, ես գտնում եմ, որ պետք է ուղղակի հրճակված անկախությունը իրականացնել մինչեւ վերջ, հետո կերևա թե մենք որ պետությունների հետ միասնական մի տնտեսական վերջնական տնտեսական քաղաքական համակարգի մեջ կմտնենք։ Ինձ թվում է, որ իմ ասածը նույնիսկ կարելի է ապացուցել զուտ տնտեսական առումով, բայց ես հիմա կդժվարանայի այդ մանրամասնությունների մեջ մտնել։ Չորրորդ խոսափող։ Ղազարյան 145 տարածք։ Հարգելի վարչապետ, ինձ թվում է մեր խորհրդարանը բացարձակ հնարավորություն է տվել կառավարությանը, որպեսզի նա լիարժեք դրսևորի իր կարողությունները եւ կադրային քաղաքականության եւ մնացած հարցերում։ Դրա համար ուղղակի ինձ համար հասկանալի չէ եւ երևի շատերի համար, ամենայն դեպս թե որոնք են այն պատճառները, որոնք այս ծանր պահին ուրեմն ձեզ այդ միտքը հաղացրին հրաժարական տալու, որովհետև եթե պրեզիդենտի թեկնածությունից ձեր հրաժարականը, օրինակ ես դիտում եմ մարդը իրենից հասուն լինելու հանգամանք, որ ինձ թվում է շատ տղամարդու քայլ է, կարելի այսպես ասել, բայց այս պահին հրաժարական տալը ամենայն դեպս ինձ համար պարզ չէ եւ երևի շատ դրա համար, կարելի է որպեսզի դուք ամենայն դեպս ելնելով մեր խորհրդարանի, որովհետև ես ինչքան գիտեմ, մեր խորհրդարանը այդ պայմանները, այդ հնարավորությունները ձեզ համար ստեղծել է։ Եվ գուցե խանգարողներ են եղել, չգիտեմ, ինչ հասարակական կազմակերպություն, թե անհատներ, ամենայն դեպս ինձ համար հաճելի չէ վարչապետի հրաժարական այս պահին, որպես հայ մարդու։ Ես նորից ասեցի իմ հրաժարականի պատճառաբանությունը, ես չեմ ուզում հիմա մանրամասնացնեմ միջև վերջ։ Պահեր կային, երբ որ ես զգում էի, որ ոնց որ թե աշխատում եմ թշնամու թիկունքում, ինչ վերաբերում է այն աշխատանքներին խանգարելու կամ չխանգարելու մասին Գերագույն խորհրդի կողմից, ես ասեմ, որ այնուամենայնիվ այն հիմնական հարցը, որը անընդհատ ես փորձում էի բարձրացնել, մինչև հիմա լուծված չի։ Գերագույն խորհրդի եւ կառավարության լիազորությունները եւ եզրը, որտեղ է վերջանում մեկի լիազորությունները, որտեղ են սկսվում մյուսի լիազորությունները։ Նույնիսկ տեղական իշխանությունների հետ կապված փաստաթուղթը կառավարությունը ուղարկել է Գերագույն խորհուրդ մայիս ամսին, դրանից հետո անընդհատ տարբեր թերթերում եւ տարբեր միտինգներում ելույթներ եւ խոսակցություններ են լինում տեղական իշխանությունների մասին, բայց Գերագույն խորհուրդը չի անդրադարձել նույնիսկ այդ փաստաթղթին, որպիսի մի որոշում ընդուներ այդ հարցում։ Համակարգերը հստակացված չեն եւ դա միշտ խանգարում էր աշխատանքներին։ Անկախ մնացած պատճառներից դա էլ միշտ խանգարում կար աշխատանքներին։ Երկրորդ խոսափող։ Հարգելի վարչապետ, այսպեսի մի հարց, մի քանի անգամ ձեզ լսելուց հետո եզրակացության եմ հանգել, դուք մտահոգված եք հանրապետության գործերի վիճակի համար եւ այլն։ Հիմա մի հարց եմ տալիս, դուք շարժման ակտիվիստներից եք եղել եւ բավականաչափ լուրջ ակտիվիստ եւ վերջապես միասին այս շարժումը սկսելու եք, միասին աշխատել, ձեզ հեռուստացույցով երկու անգամ լսել եմ
Հիմա դուք չեք գտնում եւ մարդիկ, որ մտահոգված եք ժողովրդի ճակատագրի համար, չգիտեմ, կոնֆրոնտացիան ավելի խորացնելու եւ այլ, որ ձեր հրաժարականով ավելի եք խորացնում եւ չեք գտնում, որ դուք հետո ինչ որտեղ պատասխանատու կզգաք ձեզ թեկուզ հենց ազգի ճակատագրի համար եւ այդ հարցի շարունակությունը, որովհետեւ մի հարց է թույլ տրվում, արդյոք ձեր հրաժարականի պատճառը Վանո Սիրադեղյանի կողմից 3-4 օր մի քիչ ամփոյթ հայտարարություն է, երբ կառավարությունը կոչեց քուչի կառավարություն։ Այ խնդրում եմ հարցին պատասխանել։ Ես քաղաքական գործիչ եմ, եղել ամբողջ իմ կյանքս, ես ունեմ հստակ քաղաքականություն, այդ քաղաքականությունը շարադրված է եւ հոդվածների մեջ եւ իմ ելույթներում եմ ես ասել իմ քաղաքականությունը, եւ եթե տարբեր քաղաքականություններ կան, ապա ոչ մի ձևով նրանց մեջ կոմպրոմիս փնտրել ես ձև չեմ գտնում։ Ինչ վերաբերում է Վանո Սիրադեղյանի ասածին, իհարկե, դա լավ, ես չեմ ուզում անդրադառնամ այդ ելույթին, բայց ինձ համար հասկանալի չի, երբ որ Գերագույն խորհուրդը լռությամբ ընդունում է դա։ Դա ինձ համար արդեն նշանակություն ունի։ Ես ուզում եմ զգուշացնել падգամավորների հնարավոր չափով վարչապետը ասեց, որ ինքը ավելի հակված է պատասխանել հարցերին կախված կառավարության տնտեսության հետ եւ ոչ թե քաղաքականացված մամուլի ասուլիս արվի։ Առաջին խոսափող Հարոյան 76 տարածք, ըստ ինձ այսօր պետք է վարչապետին տրվեին այն հարցերը, որոնք կապված են հրաժարականի հետ։ Միայն այդ հարցերը, եւ ինձ թվում է վարչապետը բավականին մանրամասն պատասխանեց տվյալ այդ հարցերին ելույթներում։ Եվ ուրիշ հարցեր հիմա տալ վարչապետին, դա ինձ թվում է մարդիկ Դուք հարց ունեք, պարոն Հարոյան։ Ես մի հարց ունեմ, խորհրդարանից, պարոն վարչապետ, քանի պատգամավորական հարցապնդում եք ստացել դուք այս մի տարվա ընթացքում։ Եթե պատգամավորները ժամանակին չեն հարցրել, հիմա ինչի մասին են հարցրում։ Ես առաջարկում եմ ավարտել հարցերը եւ քվեարկությամբ որոշել։ Հարցը թե քանի հարցապնդում եք։ Կարող եք ասել, քանի հարց։ Ես չեմ հիշում քանի հարցապնդում եղել, բայց ոչ շատ։ Ոչ շատ։ Հա, Ուրեմն հարցեր չեն ունեցել ձեզ տալու պատգամավորները։ Միջանցքներում այո, հարցապնդումով ոչ։ Դե հիմա կարող եմ տալ միջանցքներում, ինչի մասն է խոսքը։ Երրորդ խոսափող Շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, կներեք, եթե հարցը շատ ավելի անկեղծ ու ուղիղ պիտի լինի, անկախ այն մյուս հարցերի այսպես քաղաքական առանց հույսեմի հարցադրումների։ Ինձ մի բան է հետաքրքրում։ Հիմա այս 20-25 օր կլինի, գուցե մի քիչ ավել։ Այդ ընթացքում դուք հիմա մինչև այսօր ունեցել եք պայմանավորվածություններ տնտեսական բնագավառում, եւ դա եղել է երկրի ներսում, եւ եղել է երկրից դուրս։ Դուք ո՞նց եք գտնում այս ժամանակահատվածը, որ պիտի, ասենք, փոխարինող լինի ձեզ այդ հատվածում։ Արդյոք չի անդրադառնալու դրա վրա եւ դա հետևանք չի թողնելու եւ ասենք դա այն դրդապատճառը չի կարող լինել, որ դուք այս հատվածը մինչեւ ուրեմն նոր վարչապետի կամ նոր ուրեմն այդ հատվածը կարողանաք համենայն դեպս ելնելով այդ դրանից, որ պայմանավորությունները կարող են խախտվել, մնաք եւ աշխատեք։ Ես ասեմ, որ ցանկացած երկրի վարչապետը բազմաթիվ հազարավոր կապերով կապված է տարբեր գործերի հետ, որոնք որ գտնում են ընթացքի մեջ։ Եվ ցանկացած պահին վարչապետի դուրս գալը այս կամ այն ձևով այդ գործերի վրա ինչ որ ազդեցություն ունենում է, բայց երբ որ ամբողջ կաբինետն է փոխվում, շատ ավելի դժվար է այդ կապերի իրականացումը, այդ գործերի իրականացումը շարունակել, քան այն ձևը, որ ընտրեցի ես, որտեղ իմ դուրս գալուց հետո կաբինետը մնում է աշխատելու եւ այդ բոլոր թելերը շատ ավելի հանգիստ կանցնեն, քան կտրականապես ինչ որտեղից հետո մի կաբինետ դուրս է գալիս է նոր կաբինետը։ Հենց որ այդ տեսակետից ինձ թվում է կապերը փոխանցելու տեսակետից ընտրված է լավագույն տարբերակը։ Ես դա էլ եմ մտածել։ Չորրորդ խոսափող Ռաֆիկ Ղազարյան, հարգարժան վարչապետ, ձեզ ճանաչելով 4 տարի ես իհարկե ինքս չեմ կիսում այդ կարծիքները, բայց հատկապես վերջին ամիսներին շատ են լինում ստահոդ ուրեմն արտահայտություններ, բամբասանքներ ձեր հասցեին։ Ես կուզենայի ուրեմն դուք ասեիք կապված կադրային քաղաքականության, կապված ուրեմն նաև այլ բնույթի հարցերի հետ։ Ես կուզենայի ուղղակի դուք խորհրդանին պատասխանեք նաև ժողովրդին, որովհետև հաճախակի մենք եք ստիպված լինում մարդկանց բացատրել։ Եվ երկրորդ փոքր հարցը, ձեր այս հրաժարականով գնացքը իր ընթացքը պետք է շարունակի, թե ոչ։ Ինչ գնացքի ընթացք։ Առաջինը
Ես գիտեմ, որ շատ բամբասանքներ կան, բայց իմ մոտիկներ ինձ խնայում են բամբասանքների մի զգալի մաս ինձ չի հասնում։ Վերջի բամբասանքը, որ լսել եմ, որ Հենրիկ Հովհաննիսյանը իմ քեռին է, ուրախացնեմ ձեզ, որ իմ քեռին չի եւ ես ոչ մի բարեկամական կապ իր հետ չունեմ։ Ես հիմա չեմ իմանում ինչ բամբասանքներ են, հատ-հատ դուք ասեք, ես հատ-հատ պատասխանեմ։ Այո։ Մասնավորապես օրինակ կաշառակերության մասին, կապելով կադրային Այդպիսի բաները պետքա դիմել իրավապահ մարմինների, այդպիսի հարցերով։ Ամենայն դեպս ինձ թվում է այս պատասխանատվության ես ասացի, որ հարցերը չեն մեկնաբանում։ Պարոն Վարչապետ, դուք կգտնեք ինչպես գնացքի մասին։ Ես գտնում եմ, որ գնացքի թռչելու ժամանակ այդ հոդվածի մեջ բավականին լավ նկարագրված էր եւ կան կանխագուշակումներ, որոնք իրականանում են, կան կանխագուշակումներ, որոնք որ այն ժամանակ այդպես էր թվում, բայց չիրականացան։ Ես գտնում եմ, որ այդ նույն ուղին պետք է շարունակել եւ նորից կրկնում եմ այն նախադասությունը, որ ասված էր այնտեղ, որ խորհրդային միության քանդվելը մեր ժողովրդի համար վտանգավոր կարող է դառնալ, դրա համար մի ժամ առաջ մի քայլ կողք է պետք կանգնել եւ ոչ թե մեջը մնալ։ Երկրորդ խոսափող Իսագուլյան, ես պարոն Մանուկյան, ես ձեզ նախ եւ առաջ գնահատել եմ որպես քաղաքական գործիչ եւ այսօրվա առումով բավականին Պարոն Իսագուլյան, կներեք մի բան խնդրեմ, չէ ուրիշ բան եմ ասում, ուղղակի ասեն ձեռքը կոնքի վրա մի քիչ տգեղ է, երբ որ նավարդ գնահատականի մասին է խոսքը։ Պարոն Ավակյանն էլ հաճախ այդտեղ ձեռքը դնում է։ Իրեն էլ կանեմ դիտողություն։ Ում ասում։ Նախ եւ առաջ գնահատել եմ ձեզ որպես քաղաքական գործիչ եւ այսօրվա դրությամբ Հայաստանի մեծագույն քաղաքական գործիչներից մեկը։ Կուզեի իմանալ ձեր հետագա գործունեությունը հենց քաղաքականության ասպարեզում եւ մի հարց կապված կադրային քաղաքականության մեջ ինչ սկզբունք է կիրառվել։ Իմ հետագա ծրագրերի մասին ոչ մեկը չի իմանում, նույնիսկ ես, այնպես որ այդ հարցին պատասխանել չեմ կարող, բայց ես ասեմ, որ նորմալ պետությունում, եթե նորմալ պետություն է եւ ինձ քաղաքականությունը առանձնապես չի հետաքրքրում, ինձ քաղաքականությունը հետաքրքրում է, երբ որ մեր ազգը պետք է պորտկում կատարի եւ մի վիճակից անցնի մյուս վիճակը։ Նոր վիճակին անցնելու դեպքում, եթե հաջողված է այդ ծրագիրը եւ նոր իրավիճակ է ստեղծվում, շատ ավելի հետաքրքիր զբաղմունքներ կան աշխարհում, քան քաղաքականությունը։ Այնպես որ ես հիմա իմ ծրագրերի մասին ասել չեմ կարող։ Եվ երկրորդ հարցը, որ դուք տալիս եք կադրային քաղաքականության մասին։ Այդ կադրային քաղաքականության մասին ես բազմաթիվ անգամ առիթ եմ ունեցել խոսելու, որոշ բացատրություններ տալու եւ մեղավորություն գտնելու որոշ հարցերում եւ բացատրելու թե ինչումն էր դժվարությունը, բայց մի բան ես ուզում եմ ասել, որ նախորդ ժամանակաշրջանում շատ մեծ նշանակություն ուներ, որ կադրերը, ես կադրեր ասելով նկատի ունեմ հիմնականում կառավարության անդամներին, որտեղ ավելի ներքև համակարգը դա փաստորեն ինչ որ իմաստով իմ վերահսկողությունից դուրս է գտնվում, դեռ լավ համակարգ չի ստեղծվել, որ միջև վերջ գնա։ Նամանավանդ տեղական իշխանություններում դեռ ուրիշ ձևով է այդ բանը գնում։ Ինչ վերաբերում է կառավարության անդամներին, իմ ձգտումն է եղել վերցնել մարդկանց, որոնք այս կամ այն ձևով կառույցների մեջ աշխատել են։ Դա նշանակություն ուներ եւ փորձը ցույց տվեց, որտեղ որ մենք մտցնում էինք մարդկանց, որոնք կառույցների մեջ չէին աշխատում, ավելի վատանում էր վիճակը։ Բայց հիմա, եթե մենք դառնանք անկախ պետություն, մեզ լրիվ ուրիշ կադրային քաղաքականություն պետք կլինի։ Նույնիսկ շատ անգամ պետք կլինեն մարդիկ, որոնք կառույցների մեջ չեն եղել եւ այդ իներցիոն վիճակը չունեն։ Դուք հաշվի առեք, որ մենք շատ ամպագորգոր լոզունգներով եկանք իշխանության, տիրեցինք մի հատ համակարգի տնտեսական, բայց այդ տնտեսական համակարգի մեջ չնայած մենք փոփոխություններ կատարեցինք, բայց շատ դանդաղ են գնում այդ փոփոխությունները եւ դա բնական է։ Միայն հիմա միջև հիմա միայն հողն է սեփականաշնորհվել եւ խանութների մի մասը։ Բնական է, որ նույն կառույցը մնացել է եւ մարդիկ են պետք, որոնք կարողանում են այդ կառույցներում աշխատել։ Նոր կառույցների անցնելիս, իսկ դա սեփականաշնորհումից հետո կլինի, արդեն նոր տիպի կադրեր պետք կգա։ Առաջի խոսափող խնդրեմ։ Հարգելի վարչապետ, ինչպես հայտնի է, Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել ատոմային էլեկտրակայանի ֆինանսավորումը հունվարի 1-ից դադարեցնելու մասին։ Հաշվի առնելով այս հանգամանքը, խնդրում եմ ձեր կարծիքը հայկական ատոմային էլեկտրակայանի ապագայի հարցում։ Ես դժվարանում եմ ատոմակայանի մասնելու, ես անկեղծ ասեմ, կառավարությունում մի քանի անգամ քննարկվել է մեր էներգետիկայի վիճակը եւ հարցը ատոմակայանի։
երկու նախագիծ կար կապված ատոմակայանի հետ։ Մեկը նոր ատոմակայան կառուցել, դա կտևի 8-ից 12 տարի եւ 1 միլիարդից մինչեւ 3 միլիարդ դոլար կնստի մեր վրա, նայած որ նախագիծը մենք կիրականացնենք, բայց կարելի է կառուցել մի ատոմակայան, որը 10-11 բալանոց երկրաշարժին կարող է դիմանալ։ Ես ինքս մտածում եմ, որ դա լուրջ նախագիծ է եւ դրա շուրջը արժի մտածել, որոշում ընդունել։ Եվ երկրորդը, մեզ համար շատ կարևոր է այն 400-450 մեգավատը, որը մենք ունենք եւ չենք աշխատացնում։ Այդտեղ այն մարդիկ, որոնք զբաղվում են տնտեսությամբ, անընդհատ ճնշում են գործադրելին վրա, որպեսզի վերջնական մի որոշում ընդունենք եւ բացենք։ Ես ինքս որպես քաղաքացի վախենում եմ դրանից, որովհետեւ այն մի կտոր հողը, որ մենք ստացել ենք մեր պապերից, այս հազարավոր տարիների պատերազմների միջոցով, մենք շատ եմ վախենում, որպեսզի վատ հետևանքների գա։ Չնայած մասնագետների ասելով Չեռնոբիլի պես վթար լինել չի կարող, Արարատյան դաշտավայրի միայն կեսը կգնա վատակույն դեպքում, բայց դա մեզ համար մի ամբողջ հայրենիք է։ Այդ հարցի վերաբերյալ մենք որոշումներ չունենք, կան բազմաթիվ խոսակցություններ, մենք հրավիրել ենք մասնագետներ եւ Ֆրանսիայից եւ Մոսկվայից մասնագետներ ենք հրավիրել, որպեսզի հետազոտեն այդ ատոմակայանի իրավիճակը։ Եվ որևիցե որոշում այդտեղ չկա եւ ես ուզում եմ հիշեցնեմ նաեւ կարեւորագույնը, որ ատոմակայանի հետ կապված բոլոր հարցերը լուծում է նույնիսկ ոչ թե կառավարությունը կամ Գերագույն խորհուրդը, այլ որոշում է ինքը ժողովուրդը, դա լուծվելու է հանրաքվեի միջոցով, այնպես որ այս խոսակցությունները զուտ տեսական հետաքրքրություն են իրենց ներկայացնում։ Երրորդ խոսափող։ Պարոն վարչապետ, երբ որ դեռ դուք ընտրվել եք վարչապետ, մենք Ղարաբաղի հետ միասին շատ ենք համագործակցում աշխատանքով, իսկ երբ ընտրվեցիք, նայած հետո չէինք կարողանում միասին համագործակցել։ Հիմա ես հարց եմ տալիս, երբ որ դուք դուրս գաք, մենք կարող ենք նորից համագործակցել։ Դուք մի քիչ լավ չեք պատկերացնում իրավիճակը, որտեղ այն ամեն ինչ, ինչ որ կատարվում է Ղարաբաղում, այնուամենայնիվ կապված է կառավարության հետ։ Պարտադիր չի, որ մենք երկուսով իրար հետ շփվենք այդ գործում։ Իսկ առաջ միասին էինք, շատ էինք համագործակցում։ Չորրորդ խոսափող։ Պարոն վարչապետ, ասացեք խնդրեմ, ինչպես են հանրապետությունում ընթանում թմերացման աշխատանքները։ Ես նկատի ունեմ հիմնականում վառելիքաէներգետիկ ռեսուրսները եւ նկատի ունեմ սննդի հարցը։ Մեզնից յուրաքանչյուրը շատ լավ հիշում է, թե ինչքան վատ մենք անցկացրենք անցյալ տարվա ցմերը։ Արդյոք այս տարի մեզ սպասվում է որևէ փոփոխություն, թե ելի նորից պետք է անցյալ տարվա նման լինենք։ Ես ասեմ, հացի խնդրեմը ինձ թվում է կարելի է լուծել եւ կարելի է համարել լուծված։ Այս հոկտեմբերից արդեն կբաժանվի, արդեն կարգադրությունը կա, կբաժանվի միջև գարնան կեսերը կբաժանվի յուրաքանչյուր անհատին 500 գրամ բրինձ, 500 գրամ կրուպեղեն, այսինքն դա էլ կապահովենք։ Կարագի եւ մսի հարցը մեծ խնդրեմ են առաջացնում, մսի հարցը նորից, քանի որ Խորհրդային Միությունում պակասել է կերը եւ մորթ է գնում, միսի ինչ որ քանակությամբ հանրապետություն կարելի է բերել, ամենամեծ դժվարությունը դա կապված է կարագի հետ, բայց ես մի անգամ առիթ ունեցա նշելու, որ Բուշի հանձնարարությամբ Հայաստան էր եկել, ոչ միայն Հայաստան, բայց նաև Հայաստան էր այցելել գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը եւ մենք եւ իմ տպավորությունը այն էր, որ 6 ամսվա ընթացքում նրանք բարենով մեզ կաշխատեն օգնել։ Մոտ ժամանակներս կգա արդեն գյուղատնտեսության նախարարը, որի հետ մենք կպայմանավորվենք ոչ միայն այդ օգնության մասին, այլ նաև մեր հետագա համագործակցությունը գյուղատնտեսության ասպարեզում։ Ավելի դժվար է վիճակը վառելիքաէներգետիկական համակարգում։ Այստեղ բարդությունները ինչումն են։ Նախ եւ առաջ գազը։ Մենք գազամուխ սկսեցինք կառուցել, դուք հիշում եք Վրաստանի գազամուխի մասին անցյալ տարի մենք խոսում էինք։ Հիմա մենք կառուցում ենք այդ գազամուխը Վրաստանի, որպեսզի մենք կարողանանք այդ գազամուխի շինարարությունը անել, պետք է անջատել Վրաստանի գազամուխը, այսինքն մենք մեր գազի մի մասը հիմա տալիս ենք Վրաստանին, որպեսզի հնարավորություն ունենանք իր տարածքում կատարել համապատասխան աշխատանքները։ Դա բերել է նրան, որ մենք գազը օգտագործելու փոխարեն արդյունաբերությունում ավելի առատորեն ենք օգտագործում մազութը եւ մազութի պաշարներն են պակասում եւ դա դժվարացնում է նաեւ գազի պաշարներ ստեղծել ձմեռվա համար, չնայած բավականին, անցյալ տարվա պաշարների չափ պաշար մենք կունենանք։
Ես ուզում եմ հիշեցնել, որ Խորհրդային Միությունում մոտավորապես 30%-ով պակասել է մազուտի արտադրությունը, այսինքն բոլոր ինչ էլ մենք ուզում ենք անենք, մազուտը պակաս է լինելու։ Մենք վերցրել ենք վարկ եւ խոշոր մեծ գումարներ ենք վերցրել եւ ուզում ենք միանգամից մեծ քանակությամբ մազուտ տեղափոխել Հայաստան։ Մենք լսում ենք ձեզ եւ հարցեր ենք տալու, որովհետեւ ի վերջո պետք է որոշենք, ընդունելու ենք հրաժարականը թե ոչ։ Չէ, կներեք, դրա համար չի լսվում։ Ես դիմել եմ հրաժարական, ես պնդում եմ, որ հրաժարական լինի, բայց ես ուզում եմ պատասխանել ձեզ հետաքրքրող հարցերին նաև։ Գիտեմ, բայց մենք կարող ենք որևէ խնդրանքով հանդես գանք, չէ, որևէ միջնորդությամբ։ Այդ պատճառով ես քաղաքական, ձեր նշած քաղաքական պատճառների մեջ, որ դուք չնշեցիք, այլ ուղղակի ակնարկեցիք։ Կներեք, մենք հետագայում պետք է աշխատենք թեկուզ որպես պատգամավորներ, դրա համար այս հարցը կարևոր է։ Ձեր այսօրվա հրաժարականը կապ ունի նախկինում ՀՇ-ից դուրս գալու հետ։ Սա ինչի է կարևոր ասեմ, որովհետև ոչ թե կազմակերպություններին է վերաբերում խոսքը, այլ որոշակի քաղաքական ուղեգծի, որ այն է ասել այո հանրաքվեի ժամանակ, բայց անել ոչ իրականում։ Ուզում եմ եւ երկրորդ հարցը հետո կտամ, սրանից հետո։ Չէ, մի հարց է տրվում, ինչպես պայմանավորվում։ Ուրեմն միացնենք իրար։ Եվ այստեղ կապ շատ ես միացնում եմ իրար, բոլոր իրար հետ կապված են։ Երբ դուք հանեցիք ձեր Չէ, մի րոպե ներողություն, ես եմ։ Ես եմ, մի րոպե, պարոն Արոյան, ես եմ։ Մի հարց է երբ դուք հանում եք ձեր տեխնացությունը որպես հանրապետության նախագահի տեխնացու, դա հասկանալի է եւ բարոյական, որովհետեւ այլապես դուք մնալով վարչապետ կարող եք չարաշահել դա։ Բայց երբ միաժամանակ հանում եք նաեւ ձեր տեխնացությունը որպես վարչապետ, այդ դեպքում հարց է ծագում։ Դուք ինչ է, քաղաքական գործունեությունից հետագայում հրաժարվում եք։ Չէ՞ որ որպես վարչապետ հանում եք հասկանալի է, բայց որպես նախագահի տեխնացու, եթե դուք ունեք քաղաքական ծրագրեր, այս ամենը մի հարց է, վերաբերում է քաղաքական ծրագրերին, որոնք չեն համապատասխանում մեր որոշ կազմակերպությունների կեցվածքին, այդ դեպքում ձեր քաղաքական ծրագիրը իրականացնելու համար գոնե նախագահի համար պիտի պայքարեիք։ Սա հարց է, որ իրար հետ կապված է, վարչապետ, նախագահ, միաժամանակ երկու բանից հրաժարվեցիք։ Ես հիմա կարամ մանրամասն քննարկեմ 4 տարբերակ։ Հրաժարվել մեկից, չհրաժարվել մյուսից, հրաժարվել են երկրորդից, չհրաժարվել առաջինից, հրաժարվել երկուսից եւ չհրաժարվել ոչ մեկից։ Ես մտքում այդ բոլոր 4 տարբերակները քննարկել եմ եւ եկել եմ այս տարբերակին։ Խնդրել եմ երկխոսության չվերածել։ Հարցը տրված է, պատասխան։ Ինչ վերաբերում է ՀՇ-ից դուրս գալուն, ես չեմ կարող ասել, թե հայոց համազգային շարժման այժմյան քաղաքական կուրսը որն է։ Այսօր Գերագույն խորհրդի նախագահան ելույթ ունեցավ, նա իր կուրսն էր, ես չեմ իմանում հայոց համազգային շարժման կուրսը, եւ ես հստակ, դուք բոլորդ հստակ գիտեք իմ կուրսը, որը բազմաթիվ անգամ ասել եմ, բոլոր հարցերի կապակցությամբ ես ելույթ ունեցել եմ եւ գրել եմ եւ ասել եմ, իմ կուրսն էլ ձեզ համար լրիվ հայտնի է։ Ու ես գտնում եմ, որ մենք ժողովրդին մեծ դժվարությամբ կարողացանք մեջը սրսկել անկախության ոգի, պայքարի ոգի եւ մենք իրավունք չունենք հիմա ժողովրդին հետ տանել։ Դա իմ կարծիքն է։ Շնորհակալություն։ Առաջին խոսափող։ Պարոն վարչապետ, երեկվա նկարահանված հեռուստատեսության հարցազրույցում դուք այդպիսի մի խոսք ասացիք, ուրեմն քաոսի մասնիկը մնալու է, ես համոզված եմ ձեր խոսքերը։ Եվ այսօր ձեր ելույթի ժամանակ լսվեց, որ հոկտեմբերի 16-ին համոզված են, որ առճակատում կլինի։ Խնդրում եմ բացատրեք, ինչ հիմքերի վրա նման արտահայտություններ հնչեցին։ Նախ եւ առաջ ես քաոսի մասնիկի մասին ասեցի այստեղ։ Ես ասեցի այստեղ, որ քաոսը պայմանավորված է 3 հանգամանքներով։ Երկու հանգամանքների լծակները գտնվում են մեր ձեռքին, եւ մենք կարող ենք այս կամ այն ձևով լուծել այդ հարցը։ Քաոսի երրորդ մասնիկը պայմանավորված է այն օբյեկտիվ պրոցեսներով, երբ որ մենք պետական սեփականությունից անցնում ենք մասնավոր սեփականության։ Եվ դրա այդ քաոսից ազատվելու միակ ձևը կանգնացնելն է այդ ամեն ինչը, որը հետագայում շատ ավելի մեծ վնասներ կարող է մեզ պատճառել։ Դա էր քաոսի մասին ասելս։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 16-ին, ես չասեցի, որ հոկտեմբերի 16-ին առճակատումներ են գնալու, բայց համենայն դեպս այս պայքարը, որի մասնակիցն էի եւ ես կառավարության նախագահ էի, բերում էր իսկապես առճակատումների, օգտագործվում էին ըստ ինձ շատ անգամ ոչ բարոյական մեթոդներ եւ այդ առճակատումները իսկապես եւ
անընդհատ դուք այստեղ դալիճում էլ զգացիք ինչ կասկածամտություն է առաջանում միշտ, որտեվ շատերի համար անհասկանալի է, որ այն հսկայական լծակները, որ գտնում են կառավարության նախագահի ձեռքում, ինչու չեն օգտագործում եւ հարցը կասկած է առաջանում, որ կարող է ինչ-որ գաղտնի ձևով են օգտագործում։ Այդ ամեն ինչից խուսափելու համար ես դուրս եմ գալիս այդ պայքարից, որտեվ գտնում եմ, որ այս 20 օրվա ընթացքում էլ կարելի է Հայաստանը ջարդ ու փշուր անել։ Ես դրան մասնակից լինել չեմ ուզում։ Երրորդ խոսափող։ Հարգելի վարչապետ, ինձ հետաքրքրում է ապրիլից մինչև օգոստոս Հայաստանի վարած քաղաքականության տնտեսական